ակնկալում է լսել կողմերի դիրքորոշումները, խնդրեմ հարգելի հանրահավաքություն։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Պատվարժան դատարան կիրառված խափանման միջոցի վերաբերյալ մեղադրանքի կողմի դիրքորոշումը հետևյալն է։ Նախ անդրադարձ կատարային բարոյ իրականացնող մարմնի շնորհիվ դատարանի պատշաճանասիրությանը մեղադրանքի կողմը գտնում է, որ այս ընթացքում նշանակվել եւ կայացել են բազմաթիվ դատական նիստեր, այսինքն դատարանը թե վկաներին դատականությանը ապահովելու տեսանկյունից, թե դատական նիստերի նշանակման եւ կայացման տեսանկյունից դրսևորել է պատշաճանասիրություն, ուստի մեղադրանքի կողմը արձանագրում է բարոյ իրականացնող մարմնի կողմից պատշաճանասիրության արտահայտության հարցը, արտահայտության հանգամանքը հաստատված է համարում։ Միևնույն ժամանակ պատվարժան դատարան մեղադրանքի կողմը գտնում է, որ թեև քրեական բարույթով դատակոչված վկաները բոլորը հարցաքննվել են, այսինքն քրեական բարույթով ներգրավված անձինք, սակայն քրեական դատավորության օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոցի գործողության ընթացքում կիրառված խափանման միջոցի պայմանների եւ հիմքերի այնպիսի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնք հիմք կարող էին լինել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու տեսանկյունից, վերնշված դիրքորոշումը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով, մասնավորապես պատվարժան դատարան մենք ի սկզբանե քրեական գործով մեղադրանքի կողմը միջնորդել էր, որպեսզի սկզբնապես հետազոտի գրավոր ապացույցները եւ հետո նոր հարցաքննվեն քրեական բարույթով ներգրաված վկաները, սակայն դատարանը այլ որոշում կայացրեց ըստ էության, այսինքն որոշեց, որ սկզբնապես պետք է համապատասխան սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներով, որ պետք է հարցաքննվեն վկաները եւ հետո նոր ըստ էության հետազոտվեն գրավոր ապացույցները, այս առումով պատվարժան դատարան մեղադրանքի կողմի մտավախությունը հետևյալն է, որ գրավոր ապացույցների հետազոտումից հետո ըստ էության հնարավոր է առաջանան իրավիճակներ, երբ որ վկաներին կրկին հարցաքննելու անհրաժեշտություն առաջանա, մասնավորապես պատվարժան դատարան խոսքը վերաբերվում է հիմնականում օպերատիվ հետախուզական միջոցառումներին, որովհետև մենք օրինակ այսօր վկայի հարցաքննությանը ականատես եղանք մի իրավիճակի, երբ որ քրեական բարույթով ըստ էության օբյեկտիվ հանգամանք հանդիսացող բառակապակցությունները, բառերի իմաստները վկայի կողմից մեկնաբանվեցին ըստ էության այլ կերպ, որոնք առնվազն մեղադրանքի կողմի համար ընկալելի չեն եւ մեղադրանքի կողմը չի բացառում, որ գրավոր ապացույցների հետազոտումից հետո հնարավոր կարող է լինել վկաներին կրկին դատակոչել եւ հարցաքննել։ Բացի դրանից պատվարժան դատարան նաև խոսքը կարող է վերաբերվել քրեական բարույթով ներգրավվածություն ունեցող այլ անձանց ներգրավմանը, այսինքն վերնշված նկատառումից ելնելով մեղադրանքի կողմը գտնում է, որ քրեական բարույթով ապացուցման գործընթացին միջամտելու ռիսկը դեռևս առկա է, քանի դեռ քրեական բարույթով մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները չի հետազոտվել։ Միևնույն ժամանակ պատվարժան դատարան բոլորիս հայտնի դատալեքս AM տեղեկատվական հարթակի ուսումնասիրությունից կարող ենք արձանագրել, որ կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում որպես այդպիսին նոր քրեական բարույթ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան Վարդան Ղուկասյանի կողմից կատարված, եթե չեմ սխալվում, քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար հանցավոր արարքը կատարելու համար, ընդ որում պատվարժան դատարան վերնշված արարքը կատարվել է ոչ թե քրեական բարույթի համար հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածից առաջ, այլ հենց այդ ժամանակահատվածի ընթացքում, այսինքն կիրառված խափանման միջոցի գործողության ընթացքում, ուստի մեղադրանքի կողմը չի կարող այս հանգամանքը ևս անտեսել եւ առնվազն դոկտրինի ենթադրության տեսանկյունից հաշվի չառնել։ Ուստի վերնշված հանգամանքը պատվարժան դատարան մեղադրանքի կողմը գնահատում է, որ առկա է նաև նոր հիմք, այսինքն հանցանք կատարելու հիմքը, որովհետև առնվազն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված բարույթի հետ մենք գործ ունենք, ինչը նորից նշում եմ դատալեքս AM տեղեկատվական հանրամատչելի տեղեկատվական հարթակում առկա է։ Ուստի պատվարժան դատարան վերնշված նկատառումներից ելնելով մեղադրանքի կողմը գտնում է, որ դեռևս շարունակում են առկա լինել մեղադրյալի վրա քրեական դատավորության օրենսգրքով, ինչպես նաև դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու ռիսկը, որը կարող է դրսևորվել պատվարժան դատարան ապացուցման գործընթացին միջամտելու
քրեական բարույթով նոր հնարավոր հարցաքննման ենթակա անձանց վրա ազդեցություն գործադրելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու հիմքը արդեն իսկ իմ կողմից նշված հիմնավորումներով։ Միևնույն ժամանակ մեղադրանքի կողմը գտնում է, որ մինչև այժմ կիրառված կապանման միջոցը իզոլու է եղել ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, այսինքն առնվազն այս պահանջությամբ չունեն քրեական բարույթին խոչընդոտելու հիմնավորված փաստական տվյալ, ինչը վկայում է այն մասին, որ կիրառված կապանման միջոցը պիտանի է։ Իսկ մեղադրանքի կողմի կարծիքով այլ ընտրանքային թափանման միջոցները հնարավոր է իզոլու չլինեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի պատվարժան դատան վերը նշված նկատառումներից եւ վերը նշված հիմնավորումներից ելնելով մեղադրանքի կողմը միջնորդում է մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալան թափանման միջոցի ժամկետը երկարաձգել եւս 3 ամիս ժամկետով։ Շնորհակալություն այսքան։ Շատ կարճ շնորհակալություն պատվարժան դատարան, նաև պատվարժան դատարան ուզում եմ բոլորս միասին հիշենք եւ արձանագրենք մի փաստեր, որ դատարանի կողմից նախկինում կազմված կայացված որոշումներով նույնպես արձանագրված է եղել հանցանք կատարելու ռիսկը, իհարկե դատարանի կողմից արձանագրվել է, որ այդ ռիսկը այն աշճան բարձր չէ, կամ այդ ռիսկը շատ ընդգծված չէ, բայց հիմա դրսևորված վարքագիծը պատվարժան դատարանը, որի մասին կոչեց իմ հարգելի գործընկերը, իմ գնահատմամբ առնվազն վկայում է, որ այդ ռիսկը ոչ միայն իրական մարկա է, այլ այդ ռիսկի բարձր հավանականությունը ընդգծված է։ Սա նաև այդ ռիսկով։ Եվ պատվարժան դատարան ես ուզում եմ նաև միգուցե նաև հրետորական հարցի տեսքով հնչեցնել հետևյալ հարցը։ Մենք չենք կարող մոռանալ մերձագրվող հանցավոր արարքի ծանրության աշճանը, բնույթը